Ամենալավը բարին եմ ասեմ, որ երկու շուտ կա, շուտ պրգեմ ես ես ճիրաններից, ես ինչ է մեր վիճակը։ Փոխանցեք իմ խոսքերից, Գյումրու ծեր մանկավարժ։ Գյումրեցի տարեց մանկավարժի սրտառուչ խոսքը մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանին դարձավ հանրապետական մեդիայի շաբաթօրյա լրահոսի գլխավոր կողմնորոշիչը։ Լրատվականների ուշադրությունը գրավեց Գյումրին։ Հանրապետության երկրորդ քաղաքը նշում էր իր օրը։ Առավոտյան մարդաշատ էր հատկապես հայրաքաղաքի Հասմիկ Կիրակոսյան 34 հասցեն։ Այստեղ մեր ձևով ժողովրդական շարժումը բացեց առաջին մարզային գրասենյակը։ Պես ասում են ի գործ։ Կարևորը որ փակ կաբինետներ չեն, բոլորը միայնայն համաձայն են այս շարժմանը մեր ձևով, որովհետև կա մեջները խելացիություն, կա մեջները ճիշտ իմաստուն մարդիկ, որոնք կարողանան մեր ժողովրդին որիալ։ Շատ կարևոր է ու բրավո, որ մեր ձևով այս գրասենյակը բացեցին։ Շարժումը պետք է ուղի անցնի, հետո արդեն քաղաքական միավորը ստեղծելու մասին խոսեք։ Երբ է լինելու։ մենք կարծում ենք, որ հունվարին արդեն կարող ենք քաղաքական միավորի մասին պրոցեսները սկսել, իսկ շարժման ուղին մենք հետագայում կներկայացնենք, թե ինչ է կատարվել այս մեկ ամսվա ընթացքում եւ ինչ աշխատանքներ են կատարվել շարժման անդամների եւ հազարավոր կամավորների շնորհիվ մեր երկրում։ Գրասենյակն այսօրվանից բաց է բոլորի համար, պատրաստ լսելու առաջարկներ, թե ինչպես անել, որ Գյումրին նոր վերածնունդ ապրի։ Մեր ձևով շարժման հիմնադիր Սամվել Կարապետյանի ծրագրերի մասին մի քանի տասնամյակ է խոսում են Գյումրիում։ Դրանք շարունակվում են նաև հենց հիմա, երբ ազգային բարերարը անազատության մեջ է արդեն 110 օրից ավելի։ Վառեմ Մարեմի շենքն է, որ փլուզումից փրկել է Տաշիր բարեգործական հիմնադրամը եւ հիմա երկրորդ կյանք է տալիս քաղաքի այցեքարտերից մեկին։ Ինչպես դա արեց 2019-ին, վերակառուցեց ու գյումրեցիներին նվիրեց Սիրեմ Գ պուրակը։ Նախատեսում ենք վադագույն դեպքում 24 ամսում ամբողջական արդեն վերանորոգված վիճակով բացել դռները։ Գյումրին պետք է տոնի քաղաքի օրը, այսպես մեր ձևով շարժումը եւ Տաշիր բարեգործական հիմնադրամն արձագանքեցին լուրին, որ հանրապետության երկրորդ քաղաքի բյուջեն առաջնահերթ ծախսեր ունի, իսկ կառավարությունից հավելյալ ոչինչ չի ստացել ու ստիպված է հրաժարվել քաղաքի օրը նշելու մտքից։ Սամվել Կարապետյանի որոշմամբ շաբաթ երեկոյան գյումրեցիները Հայաստանի մյուս քաղաքների բնակիչների նման նույնպես նշեցին քաղաքի օրը մեծ, շատ մեծ համերգով։ Շատ ապիճարայր ուրախ տրամադրություն, վերստի կազմակերպիչների։ Յուրահատուկ օր է, չեմ փոշմանում, որ եկել եմ։ Կարծիքով ցանկացած քաղաքի համար շատ կարևոր է քաղաքի օրը նշելը եւ այս տոնախմբությունը հաստատ բոլորիս մտքում կմնա, շատ վառ հիշողություն մեր քաղաքի համար նույնպես։ Կարելի առանձնացնել, որ ամբողջ գյումրեցիները միավորվել են եւ այս տոնը միասին են նշում։ Շատ լավ է կազմակերպված, իրոք շատ կարևոր է, որովհետեւ Աշխարհում չգրված մի կանոն կա, այդ մասին բեմից հիշեցրեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Եթե ուզում ես ճանաչել այդ երկիրը, գնա երկրորդ քաղաք։ Վրացուն ճանաչելու համար պետք է գնալ անպայման Քութայիսի։ Ռուսին ճանաչելու համար պետք է գնալ Պետերբուրգ։ Ֆրանսիացուն ճանաչելու համար պետք է գնալ Մարսել։ Հային ճանաչելու համար պետք է գալ Գյումրի, Ալեքսանդրապոլ, Կումայրի, Լենինական, Որիսկական, հայկական ակունքների մոտ լինեք։ Քաղաքի օրը Ղուկասյանը կիսած սրտով է նշում, քանի որ ծնունդով Գյումրիից երկու արքեպիսկոպոսները Միքայել եւ Բագրատ սրբազանները կալանավորված են։ Ամոթ ձեզ ու ամոթ ձեզ 65 տարեկան եմ, բայց չեմ տեսել, որ եպիսկոպոս կամ հոգևորական ուրեմն ակսորեն։ Անսպասելի ավարտվեց Վարդան Ղուկասյանի ելույթը։ Գյումրու քաղաքապետը սկսեց երգել։ Ես արամն եմ, քաջարամ, ինձ տանում է կախաղանից իդգորան, գեցե անկախ Հայաստան։ Թող այս համերգը դառնա խոստում, որ մենք չենք թողնի Գյումրին մոռացվի եւ անտարբերությունը հաղթի։ Այս խոսքերով բեմից իր համակարգացիներին դիմեց մեր ձևով շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը։
Սիրելի գյումրեցիներ, մեր ճակատագիրը մեր ձեռքերում է։ Եթե մենք միասին լինենք, ոչ մեկ չի կարող մեզ խոդրել։ Ուրեմն եկեք ամեն օր գործենք ու պայքարենք, որ Գյումրին նորից դառնա Հայաստանի մշակութային, սպորտային, կրթական ու տուրիզմի մայրաքաղաք է։ Ես հավատում եմ, որ դա հնարավոր է։ Հանուն Գյումրի, հանուն հայոց ազգի եւ հանուն Հայաստանի Հանրապետության։ Վարդանանց հրապարակի համերգն անցավ մի շնչով 30,000 հանդիսատեսի մասնակցությամբ։